Մայրաքաղաքի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում օրինաց երկրի հետ մեծ հույսեր են կապում, ասում է կուսակցության առաջնորդը։ Այստեղից մեծամասնական ընտրակարգով առաջադրվում է Մհեր Շահգելդյանը, ով Արթուր Բաղդասարյանի համոզմամբ արդեն իսկ վայելում է վարչական շրջանի բնակիչների վստահությունը։ Զեյթունում բնակարանները մատչելի են, բայց ոչ հասանելի, ասում է Արթուր Բաղդասարյանը։ Ընտրվելու դեպքում խոստանում է օրենք հեղինակել, որով բնակարան ձեռք կբերեն առանց բանկային քաշքշուկների։ Մենք առաջարկում ենք օրենքի ուժով վերացնել այդ կանխավճարը։ Ոչ մի կանխավճարի առայժմ չկա։ Բնակարանը դու գնում ես, բնակարանը բանկը վերցնում է գրավադրման։ Երիտասարդ ընտանիքներին աջակցելու համար օրինաց երկիրը մի շարք այլ ծրագրեր է հեղինակել։ Երրորդ երեխայի ծննդյան համար պետությունը պետք է վճարի 500,000 դրամ միանվագ գումար, իսկ 6-րդի համար 1 միլիոն, առաջարկում է կուսակցությունը։ Այն երիտասարդ ընտանիքը, որ հայ ազգին կպարգևի 5 զավակ, պետությունը պարտավոր է նրան ապահովել անվճար բնակարանով։ Կուսակցության ծրագրում անդրադարձ կա նաև առողջապահական համակարգի բարեփոխումներին։ ՕԵԿ-ի հեղինակած օրենքի շնորհիվ անվճար է դարձել ծննդօգնությունը։ Հաջորդը առաջարկում են բոլորին հասանելի դարձնել թանկարժեք վիրահատությունները։